Անդրասյան Ռիտա Վալոդյայի ես Մեհերի հորքուրն եմ, ես զանգահարել եմ ամսի 15-ին գիշերվա ժամը 12-ից մինչև առավոտվա ժամը 11-ը, զանգը էթում է, անհասանելի, զանգը էթում է, չեմ վերցնում, զանգը էթում է, անջատում են, հետո առավոտ ես 16-ի լույս առավոտ ժամը 12-ին իմացել եմ, որ Մեհերին արդեն բռնել են, բայց ինչի համար, մենք տեղյակ չենք, հետո զանգահարել ենք ոստիկանություն Լենինյան, ընդեղ ելել է այդ անուն ազգանունով, մենք գնացել տեսել ենք, բայց տարիքը չի համապատասխանել, ինքը ելել է մեծ տարիքով։ Դրանից հետո ժամը 4-ին մենք նոր իմացել ենք, որ Մեհերիկը որ քաղմասում է, մասիվի քաղմասում է։ Հետո մենք հարազատներով գնացել են, տեսել են, որ երեխին ծեծել են, այդ պահին ծեծել են, մերը վատացել է, մորը սկորը են կանչել, տարել են հիվանդանոց, ընդեղ սրտի ինֆարկտի նշաններ այլ է։ Հետո ժամը 8-ին մենք բերել ենք իրան տուն։ Գևորգյան Ոսկի Հայկազի մայրն եմ։ Իմանալով, որ երեխային բռնել են, գնացել ենք հերթապահություն։ Ես խնդրեցի, որ պետին ուզեցի, ասեցին սպասեք, նրանք չգիտեին, ես ումն եմ ուզում, Մեհեր Անդրասյանին, տեսնեմ վերևից մի 8 հոգով ձեռքերի ոտերից շորերը քաշքշելով, աստիճաններով իջացնում էին, ես չճանաչեցի, որ իմ որդին է, ես այդ պահին միայն նայեցի իրա դեմքին, ասեց, ինչ մամ չես ճանաչում, ասի տղա ջան, ինչ ես արել, ինչ է քեզ հետ կատարվել, ասեց մամ ոչ մի բան, ճանապարհից բռնել բերել են, ասի բա այդ ինչ օյն են հանել քո գլխին ու ես անիծել եմ, ահավոր բառեր օգտագործեցի բռնողներից, ինձ դուրս հրավիրեցին, այդ քաշելու ընթացքում իմ թևից դուրս հրավիրեցին հերթապահ Մահսը, ես չկարողացա իջնեմ, արդեն ինձ մոտ շատ վատ վիճակ ու շատ հավվել եմ, երեխայի դեմքը մի հատ չէր, 2 հատ երևաց իմ աչքին ու ամբողջովին ուռած դեմքով էր, այնտեղ չէին ուզում ինձ համար սկորի կանչեին, տղաս գոռաց, որ անխիղճներ, անաստվածներ, մարդը մեռնում է, նոր միլիցիաներով ինձ աթոռի վրա են դրել, ես էդ եմ հիշում, շատ բաներ չեմ հիշում, ինչ կատարվեց իմ հետ, մի անգամից ես ընկել եմ գետին, իրանք վերցրել դրել են աթոռի վրա, սկորին, իրանք են կանչել ինձ, հիվանդանոց են տեղափոխել, 2 ժամ հետո ես խելքի եմ եկել, որ ես որտեղ եմ, ես չեմ իմացել որտեղ եմ, պահում էին, ամբողջ դեմքը ուռած էր, թե ձեռքերն էր, կապած այս մասերում լրիվ քերզված, այս մասերը լրիվ բաներով կպած, ինչ են ասում, սկարպ, ինչ լեկով, դե չեմ զգացել ինչ կատարվեց, երեխեն չէր կարողանում քայլել, ոտքերը քաշելով էին տանում, թևերը որ ընկած էին, երեխի ոտքերը քաշելով էին տանում, ես այդ կան բանն եմ տեսել ու ես վատացել եմ էլ մնացած չեմ կարող ասեմ, որտև մենակ երեխի բառերը հիշեցի, որ մամ գործ են սարքում գլխիս, այդ կան բան։ Ուրեմն ես հանդիսանում եմ Մեհեր Անդրասյանի պաշտպանը և այցելել եմ Մեհերին Բարաշեն քրեակատարողական։ Այն ինչ նկարագրեցին հարազատները, ինձ նույնը ավելի դաժան պատկերով փոխանցեց Մեհեր Անդրասյանին պաշտպանյալը։ Ուրեմն ինչ էր տեղի ունեցել։ Փաստորեն ամսի 15-ին, նոյեմբերի 15-ին Մեհերին տանում են Նոր-Նորքի ոստիկանության բաժին։ Մտցնում են մի սենյակ, որտեղ ըստ Մեհերի խոսքերի 6 թե 7 օպեր աշխատակիցներ են լինում, օպերատիվ հետախուզության աշխատակիցներ, և որոնք անմարդկային ձևով պահանջում են Մեհերին իջնել գետնին չորեքթաթ կանգնել։ Եվ այդ դիրքով, այդ վիճակում սկսում են նրան հարվածել բռունցքներով, աքացիներով և
խոսքով ամենադաժան ձևով ծեծի են ենթարկում մահերին։ Ընդ որում պահանջելով գլուխը վեր չբարձրացնել եւ գլուխը կախ այդ դիրքում մնալ։ Դե բնականաբար, եթե մարդ շատ էլ ցանկանա, հավասարակշռությունը չի կարող այդ դիրքով պահպանել, ընդ որում, երբ որ մի քանի հոգի եւ ամենաուժեղ ձևով, ամենաստոր ձևով հարվածներ են հասցնում նրան։ Բնականաբար հավասարակշռությունը կորցրել է եւ ընկել է գետնին մահերը, որից հետո նրան ստիպել են բարձրացնել նորից ոտքի կանգնել եւ նույնիսկ այդ դիրքում շարունակել ծեծել։ Ուրեմն ոստիկանության աշխատակիցները այստեղ ոչ միայն հանցագործություն են արել կարծիքով, այլ նաեւ անցել են արդեն բոլոր սահմանները, անթույլատրելիության բոլոր սահմանները, որովհետեւ եթե կարդում եք ոստիկանության մասին օրենքը, ապա այնտեղ ուղղակիորեն նշում է, որ ոստիկանությունը պարտավոր է հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներ։ Ավելին, ոստիկանությունը ինքն է պահպանում մարդու առողջությունը, անվտանգությունը, հասարակության կամ հասարակական կարգը։ Բայց ցավոք սրտի ստացվում է, որ գրված լրիվ մեկ այլ բան է, բայց պրակտիկայի ոստիկանները շարժում են լրիվ այլ կերպ։ Փաստորեն այդ ընթացքում, երբ որ նրանց ծեծի են ենթարկում, նրանց ստիպում են ընդունել, որ իրեն առաջադրվող մեղադրանքը քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մաս, այսինքն կողոպուտ նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից։ Երբ իմ պաշտպանյալը հայտնում է, որ նա չի ընդունելու, քանի որ չի արել նման արարք, նրան լուսանկարահանում են բջջային հեռախոսով եւ հայտնում, որ կտեսնենք դժողը կճանաչի, թե չի ճանաչի։ Այսինքն ստացվում է, որ նրան նկարել են, լուսանկարը ցույց են տվել դժողին եւ դժողն էլ բնականաբար պիտի այդ լուսանկարով ճանաչեր մահերին։ Բացի այդ, նրան սենյակից սենյակ են քաշ տալիս, երբ որ բերում են քննիչ Գագիկ Ավագյանի սենյակ, աշխատասենյակ։ Ուրեմն աշխատասենյակում շարունակվում է նույն ծեծը աշխատասենյակում։ Երբ ինձ մհերը պատմեց, նա ասաց, ես այնքան թուլացել էի, որ այլևս հավասարակշռությունս ի վիճակի չէի պահել։ Քանի որ մի քանի ժամ շարունակ ծեծի ենթարկվելուց հետո ինձ համար շատ դժվար էր ոտքի վրա կանգնել։ Եվ երբ ինձ հրեցին, ես ուղղակի այնքան թուլացած էի, որ կողքի վրա ընկել եմ պատուհանի վրա։ Երբ մհերը ընկել է պատուհանի վրա, պատուհանի ապակին ամբողջությամբ փշրվել է նրա վրա եւ նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ։ Եւ տարօրինակն այն է, որ երբ Նուբարաշեն քրեակատարողականում մենք ծանոթացանք մհերի հետ միասին ծանոթացանք դատաբժշկական փորձաքննությանը, այն ավելի հնարավորինս ամենամեծ եւ ամենախոր վնասվածքները արձանագրված չէին։ Ես պահանջեցի, մենք հայտարարություն արեցինք, որ այն վնասվածքները, որոնք մինչև օրս անհանգստացնում են մհերին, դրանք արձանագրված չէ եւ պահանջեցինք լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակել։ Ուրեմն զարմանալի է, որ գլխին այդքան վնասվածքների եւ վերքերի արկայության պայմաններում դատաբժշկի կողմից արձանագրվել է միայն փոքրիկ, չափերով երևի թե 1 սանտիմետր երկարությամբ ամենափոքրիկ վնասվածքներ արձանագրված։ Աջ ոտքի ստորին հատվածում, որ մոտավորապես 5-ից 6 սանտիմետր երկարությամբ սպիացող վերք կար, կտրվածք էր ավելի ճիշտ, դա եւս արձանագրված չէր։ Այսինքն ըստ դատաբժշկի եզրակացության ամենամեծ չափի կտրվածքը դա, եթե չեմ սխալվում, 3 սանտիմետր մոտավորապես մակերեսով կտրվածքն էր, իսկ գլխի հատվածում, գագաթային հատվածում վերքը միակ այդ 1 սանտիմետր երկարությամբ կամ 1-ի մոտ, իսկ նա հստակ չեմ կարող չափերը հիշել, այդ միակ վերքն էր արձանագրված։ Մհերը հայտնեց, որ առ այսօր նա շատ մեծ դժվարությամբ է իր կենցաղը շարունակում, քանի որ երիկամի շատ խիստ ցավեր ունի, ծծկող ցավեր ունի, միզելու ընթացքում նրան այդ ցավերը ահավոր տառապանք են պատճառում։ Եվ այդ ցավերը առ այսօր առկա են։ Իսկ նման վնասվածքների եւ նման գանգատների առկայության պայմաններում իմ կարծիքով գրեթե անհնարին է, որ նրան պատճառած մարմնական վնասվածքը լիներ
առողջությանը թեթև անձնական վնասվածք։ Անհնար էր, որ այդպիսի խորը վերքերի կամ երիկամի այդպիսի ցավերի պայմաններում մհերին գոնե միջին աստիճանի մարմնական վնասվածք հասցված չլիներ։ Մի խոսքով այն ինչ կատարվելի իհարկե իմ կարծիքով անմարդկային է եւ բացի այդ նաեւ այն ոստիկանները, որոնց որ իդեպ մհերը հայտնեց, որ ճիշտ է անուններով չգիտի, բայց դեմքերով բոլորին հիշում եմ եւ պատրաստ եմ մատնացույց անել բոլոր այն ոստիկաններին, որոնք իրեն այդպես դաժանաբարձեցի են ենթարկել։ Եվ ես նաեւ վստահ եմ, որ այդ ոստիկանները պետք է միանշանակ պետք է պատժվեն, քանի որ այդ մասին մենք միայն խոսում ենք, սակայն հասարակությունը, եթե օրինակի համար մենք հասարակության շրջանում փորձենք հարցում կատարել եւ այ հետեւյալ հարցը տանք, օրինակ ինչ է առաջին հերթին ձեզ մոտ ասոցացվում, երբ հնչում է օպերատիվ աշխատակից կամ օպերատիվ հետախուզության աշխատակից անունը։ Իմ կարծիքով հասարակության յուրաքանչյուր անդամ միանգամից կասի, որ բռունցքով ծեծող տղա, որովհետև ցավոք այսօր այդպիսի կոչում ունեն մեր օպերատիվ աշխատակիցները։ Այնինչ մենք ունենք օպերատիվ հետախուզության մասին օրենք եւ նրանք ունեն բոլորովին այլ իրավասություններ եւ բոլորովին այլ միսիա, որը որ պիտի իրականացնեն, սակայն ցավոք սրտի նրանց առաքելությունը կայանում է նրանում, որ բռունցքներով եւ ակացիներով փորձեն ինչ-որ մեկի նկատմամբ ինչ-որ մեղադրանք կորզել։ Այսքանը։ Մեր Անդրեասյանը կալանավորվել է նոր կտատարանի որոշմամբ։ Կալանավորման վերաբերյալ ես վերաքննիչ բողոք եմ ներկայացրել, վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Չիչոյանը։ Փաստորեն տեսեք, ուրեմն ինչպես է ստացվել, այսինքն կալանքի համար հիմքեր եղել են միայն այդ ուժողների, քանի որ ուժողները եղել են մայր ու աղջիկ, նրանց ճանաչման արձանագրությունը։ Իսկ ճանաչման մասին էլ շատ կարճ ասեմ, ճանաչումը ինչպես է տեղի ունեցել, ուրեմն առաջին անգամ, երբ որ իմ պաշտպանյալին տեսել է ուժողը, նա չի ճանաչել։ Հետո ինչպես ինձ հայտնեց մհերը, տիկնոջը դուրս են հրավիրել եւ քանի որ դուռը կիսաբաց է մնացել, նրան ասել են, որ նա հայտնել է աշխատակիցներին, որ դա այն անձնավորությունը չէ։ Եվ նրան ասել են, մայրիկ դու շատ չգիտես։ Գնա մտիր ստորագրի, սուսուփը ստորագրի ու դուրս արի։ Եվ փաստորեն այդպես էլ տեղի ունեցել։ Մենք այլ ապացույց այսօր դեռևս չունենք եւ ես վստահ եմ, որ չի լինելու այլ ապացույց։ Ուղղակի իրավիճակը այնպեսին է, որ փորձում են ինչ որ ձևով, չգիտեմ, եթե անվանում դնեմ բռունցքային արդարադատություն, փորձում են այս ձևով, այս եղանակով կորզել ցուցմունքներ, իսկ հետագայում նույն ցուցմունքները դնել մեղադրանքի հիմքում եւ իհարկե Աստված մի արարծե հետագայում էլ դրանում դատավճիռ կայացվի։ Իմ կոչն է յուրաքանչյուր այդպիսի բռնության դեպքում բարձրաձայնել եւ յուրաքանչյուր դեպքը դատապարտել եւ ամենախիստ ձևով եւ հասարակական լայն հնչեղությամբ։